Մարդու գենոմում առկա է 40,000 գեն, որին բաժին է ընկնում ԴՆԹ-ի ընդամենը 3%-ը, իսկ մնացած 97%-ը, որը սպիտակուցներ չի կոդավորում, անվանում են լրակյաց։ ԴՆԹ-ի այդ ֆունկցիան դեռևս ուսումնասիրված չէ։ Գիտնականները հույս ունեն, որ մարդուն սաղմի քրոմոսոմներ կարող են ներառել արհեստական գեներ, որը հնարավոր կլինի բուժել օրինակ Պարկինսոնյան հիվանդությունը, ԶԻԱՀ-ը, դիաբետը եւ այլն։ Հնարավոր է ստեղծել նաեւ այլիսի դեղորայք, որ կլավացնի հիշողությունը, կբարձրացնի ինտելեկտը։ Գիտությանն արդեն պարզ են հայտնի հատկություններով կենդանիների առաջացման օրինակներ։ Օրինակ 1997 թվականին բոլոր թերթերն ու ամսագրերը գրեցին Դոլի ոչխարի մասին, որը կլոնավորման ճանապարհով ստացված առաջին կարծրացումներ։ Եկեք խնդրենք կենսաբանին որոշ տեղեկություններ ներկայացնել կլոնավորման մասին։ Կլոն հունարեն նշանակում է ծիսատիր, այնասեր բազմացման ճանապարհով մեկ օրգանիզմից ստացված գենոտիկորեն բացարձակ նման անհատն է։ Բնության մեջ գոյություն են բնական կլոններ, օրինակ մեկ մանրերից սերունդից ստացված մանրերից սերունդը, եւ մեթոդն կոչվում է կլոնավորում։ Ուրեմն բազմացները մասնակցում են երկու ծնողական առանձնյակներ, արական եւ իքական, բեղմնավորումը քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ ունեցող արական եւ իքական բջիջների գամետների միաձուլումն է, ինչպես տեսնում եք, իսկ զիգոտ նշանակում է բեղմնավորված ձևաբջիջը, որն առաջանում է գամետների միաձուլումից։ Ուրեմն անսեր բազմասերը մասնակցում է միայն մեկ առանձնյակ, որը բաժանվում է եւ բողբոջում կամ սպորների առաջացում։ Եվ օրինակ բակտերիաների կիսումը, իդրայի բողբոջումը։ Կլոնը, ինչպես նշեցինք, ստացվում է անսեր ճանապարհով։ Կլոնավորումը սկզբում կիրառվել է բույսերի, ապա կենդանիների, հետո մարդու բջջի վրա։ Եվ կենդանիների կլոններ ստացվել են դեռ 20-րդ դարի սկզբին։